Որովհետև դու ես ասում, որ աշխարհը կարելի է նվաճել այս տեղով ու այս տեղերով։ Այս տեղով։ Բայց իրականում ես երբեք չեմ կարողանա ոչինչ անել, հայրիկ։ Երբեք ոչինչ չեմ կարողանա։ Չի ստացվի, հայրիկ։ Աղջիկս, ոչ, այդպեսի բաներ մի ասա, ամեն ինչ լավ կլինի, ինձ նայիր։ Խնդրում եմ, հայրիկ, ինձ հիմա մենակ թողեք։ Խնդրում եմ, հայրիկ։ Սա այնքան լավ հնարավորություն է, բայց Դին հրաժարվում է դրանից։ Եթե մնա տանը, երբեք այս վիճակից դուրս չի գա։ Ինչպես համոզեմ նրան, մամ։ Դիվակարն ու նրա ընտանիքը պատասխան են տալու սրա համար։ Չգիտեմ, թե ինչպես է խեղճ աղջիկս դուրս գալու այս վիճակից։ Կյանքը երբեմն անակնկալներ է մատուցում, ապրելը դժվար է թվում, բայց եղած հնարավորությունը բաց թողնել չի կարելի։ Ուժեղ եղեք, մի թողեք, որ դժվարությունները ձեզ կոտրեն։ Լավ մտածեք կարևոր քայլ անելուց առաջ։ Լսիր, ինչ ես անում։ Այնտեղ աղջիկս վշտից մեռնում է, իսկ դու ինչ ես անում։ Ինչպես հաղթահարել կյանքի դժվարությունները։ Խնդրեմ։ Դիմավորեք պարոն Ադիտ Սինգ Ռաթորին։ Մենք այսօր շատ կարևոր թեմայի մասին կխոսենք։ Լսիր։ Ամեն մարդ ինքնին պետք է հույս տա, որ առաջ ընթանա։ Երբեք ոչ մի դեպքում չի կարելի հուսահատվել։ Եթե դուք ներքուստ ուժեղ լինեք, ինչպիսի խոչընդոտների էլ հանդիպեք կյանքում, ելի ոտքի կկանգնեք։ Եվ այդ ժամանակ կտեսնեք, որ բախտը նորից ժպտում է ձեզ։ Եվ խավարը կցրվի ու դուք կտեսնեք հույսի շողը։ Այդ շողի անունն է հավատ։ Սեր։ Նվիրում։ Աստված օգնում է միայն նրանց, ովքեր ուժեղ են, ովքեր իրենք են իրենց օգնում, ովքեր երբեք չեն կքում դժվարությունների բեռի տակ, ովքեր ուշադրություն չեն դարձնում հարևանների ծաղրին, անիրավի մեղադրանքներին, ովքեր իրենց չեն մեղադրում։ Եվ այդ մարդուն բախտը չի կարող չժպտալ։ Պետք է միայն ձեռքը մեկնել ու բռնել ընձեռված հնարավորությունը։ Կտեսնեք, թե շուրջն ամեն ինչ ինչպես կփոխվի։ Ամեն մարդ ինքնին պետք է հույս տա, առաջ ընթանա։ Երբեք ու ոչ մի դեպքում չի կարելի։ Ես կգնամ։ Ապրելը դժվար է թվում, բայց եղած հնարավորությունը բաց թողնել չի կարելի։ Խորը մտածեք կարևոր քայլ անելուց առաջ։ Եվ ամեն ինչ լավ կլինի։ Իսկ հիմա ցտեսություն։ Չլսեցիք ինձ։ Ես կգնամ։ Ես նոյրա կգնամ։
Դեռ մի քանի օր առաջ ես երազում էի սպիտակ ձիու վրա նստած իմ արքայազնի մասին, բայց նա չեկավ։ Եվ հիմա ես մի ուրիշ երազանք ունեմ, որը պետք է կատարեմ։ Միայն մի դժվարություն կա։ Այն, որ ես ստիպված եմ լինելու հեռանալ հարազատ տնից։ Չգիտեմ, էլի հնարավորություն կլինի խոսել քեզ հետ։ Բայց նոր բան գտնելու համար հնից հրաժարվել է պետք։ Կյանքումս առաջին անգամ ես հեռու եմ լինելու հայրիկիցս, բայց վստահ եմ, որ նա ազատ կթողնի ինձ։ Դրա համար էլ ինձ համար նոր բջջային հեռախոս է գնել։ Ադիտին էլ այնքան լավն է։ Իմ բոլոր բարձրակրունկ կոշիկները դասավորել է պայուսակիս մեջ։ Իսկ իմ շուբը այնքան բարի տղա է։ Ես այս հնարավորությունը չէի ստանա, եթե նա իմ փոխարեն դիմաց չլիներ։ Ես ձեզ բոլորիդ էլ կկարոտեմ։ Շուբ, մայրիկը գալու է ինձ հետ։ Բայց առաջին անգամ ես հեռու եմ լինելու հայրիկիցս։ Ինձ հետ բոլորը մեծ հույսեր են կապում։ Ես նոր սկզբի համար հետևում եմ թողնում անցյալը։ Բահայա, մեզ կտաննես ճանակապուրի։ Ոչ, ես ջանակ պուրի չեմ տանի։ Գնա, արի գնանք։ Արի քույրիկ, արի։ Ուր եք ուզում որ տանեմ։ Երկրորդ թաղամաս։ Նստեք։ Քույրիկ, ասանք երկրորդ թաղամաս։ Ես հիմա մեհտա եղբորը զանգ տամ։ Դու իրերն իջեցրու։ Այո, բհայա, մենք արդեն երկրորդ թաղամաս ենք հասել։ Հրուշակեղենի խանութի մոտ ենք։ Այո, այստեղ կսպասենք քեզ։ Ինչքան եմ վճարելու։ Հաշվի չի նայեք։ Այդքան 210։ Քույրիկ, ամեն ինչ աչքիդ առաջ է, ես չեմ խաբվում։ Բե, փողոտուր։ Բայց ինչպես։ Սա թալան է։ Բայց ի՞նչն է թալան։ Առաջին անգամ եք ռիքշա նստում։ Կարգին խոսիր։ Մենք այստեղ նորեկ ենք, բայց դա չի նշանակում, թե մեզ կխաբես։ Ոչ, ես քեզ այդքան փող չեմ տա։ Ուր ասել եք բերել եմ ձեզ։ Հենց հիմա փողը տվեք։ Բհայա, ինչ ես խոսում։ Դու ճիշտ է, մեզ տեղ ես հասցրել, բայց սխալ ճանապարհով ես բերել այստեղ։ Դու մեզ բերել ես ոչ թե կանոտի ճանապարհով, այլ ճամպադով։ Հնդկական դարպասներով, իսկ դա սխալ երթուղի է։ Ճիշտ ճանապարհն ուրիշ կողմով է։ 20 տարվա վարորդը ինձ ճանապարհ եք սովորեցնում։ Ես շատ լավ գիտեմ, թե որն է ճիշտ ճանապարհը, որը սխալ է։ Դա ես չեմ ասում, դա նավիգացիոն ծրագիրն է ասում։ Սա է կարճ ճանապարհը։ Դու մեզ երկար ճանապարհով ես բերել, իսկ դա 110 ռուպի արժե։ Իմ ռիքշան ձեր հեռախոսով չի գնում։ Փողս տվեք, թե չէ։ Լսիր, մարդկանց կողոպտում ես։ Լեզուդ քեզ քաշիր, թե չէ հիմա տեղը ցույց կտամ։ Աղջիկը ճիշտ է ասում։ Կայերանից միջև այստեղ հազիվ 110 ռուպի է կազմում։ Փողը վերցրու ու չքվիր այստեղից։ Լավ տվեք, ինչքան ուզում եք։ 120 ռուպի վերցրեք։ Ես դեռ 10 ռուպի էլ ավելի եմ տալիս։ Շնորհակալություն քույրիկս։ Խնդրեմ քույրիկ։ Այո։
Ասացի մազերը ոչ լոտ են։ Դեղով կլվանաս։ Նամաստե բաբի։ Նամաստե, նամաստե։ Ուսում եմ ճանապարհին դժվարություններ չեն եղել։ Ոչ, ոչ։ Գնանք։ Այո, եկեք։ आइए भाभी जी Ես ցույց կտամ այն տունը, որ վարձել եմ ձեզ համար։ वो दिखाता हूँ Հայրդ է զանգ տալիս։ Ալո։ Պոնամջի, լավ հասել եք։ Այո, Բահայային էլ ենք տեսել։ Հիմա գնում ենք մեր տունը տեսնելու։ Լավ է, թափկին ինչպես է։ Հեռախոսը նրան տուր, ուզում եմ խոսել։ Ալո, մի րոպե, վերցրու հայրդ է։ Ալո, հայրիկ։ Աղջիկս դուք դեռ նոր եք գնացել, բայց ինձ թվում է, թե մի ամբողջ հավերժություն անցել։ Լավ ես։ Ես լավ եմ։ Դու ինչպես ես, հայրիկ։ Հայրիկ, ես էլ եմ ուզել խոսել Դիդիի հետ։ Ես էլ եմ ուզում։ Հետո աղջիկս տունն արդեն տեսակ։ Այո, լավն է, հայրիկ։ बस अभी Մենք նոր ենք եկել, նոր ենք նայում։ Հիմա տեղավորվեք, հետո բոլորի հետ կխոսեք։ Լավ, հայրիկ։ Սա է տունը։ भाभी जी माफ Ներիր այսքան արագ ու այդքան փոքր գումարով միայն սա կարողացա գտնել։ कर पाया Դե լավ, ես գնամ։ Եթե հանկարծ դժվարություն ունեցաք, ինձ տեղյակ պահեք։ Լավ։ Այս ինչ տուն է։ Մամ, इसे घर մենք երկուսով սա տուն կդարձնենք։ Զգույշ։ Այո, մամ։ Այո, դու լույսը միացրու։ Լավ։ Մամ, տես ինչ լավ տուն ունենք։ Քեզ նման։ Լավ էր վերջացրինք։ Քաղցած չես։ Մամ, ես շատ քաղցած եմ։ Մնացած գործերը հետո կանենք։ Նախ արի մի տեղ գնանք։ Չոլե բատուրա ուտենք։ Լավ։ Գնանք։ Ողջույն։ Նամաստե։ Նամաստե։ Լավ է առավոտ շուտ հանդիպել։ Հիշում եք ինձ։ Այո, անշուշտ։ Մենք էլ մտածում ենք, որ ձեզ հետ մի կարգին չխոսեցինք։ Ոչ էլ ձեր անունը հարցրինք։ Անունս Նիմի է։ Ես մոտակայքում եմ ապրում։ Այն կրպակն էլ իմն է։ Ներս եկեք։ Եկեք։ Աստված իմ։ Տունը լրիվ փոխվել է։ Այնքան կեղտոտ էր։ Իսկ հիմա տեսեք, ամեն ինչ փայլեցրել եք։ Այո, վիճակը շատ վատ էր։ Ես ու աղջիկս մաքրեցինք։ Աղջիկս է, Վանին։ Մականունը Թափկի է։ Ինչ անուշիկ աղջիկ է։ Ու շատ խելոք է, հնարամիտ։ Շնորհակալություն, մորաքույր։ Խնդրեմ, աղջիկս։ Տեսեք, այնքան խոսեցի, որ մոռացա, թե ինչի համար եմ եկել։ Ես ձեզ համար չապատի եմ բերել։ Բայց ինչ կարիք կար։ Այսքան գործ է կարել, քաղցած կլինեք։ Վերցրու աղջիկս։ Դու էլ վերցրու, քույրիկ։ Վերցնում եմ։ Կեր, տես։ Մորաքույր։ Չապատին արտակարգ համեղ է։ Քույրիկ, որտեղից եք։ Մենք Ագրայից ենք։ Նրան հրավիրել են։ Ինչ էր այն ալիքի անունը։ Մամ։ Նորություններ 365։ Տեր Աստված, դա իմ սիրած ալիքն է, շատ եմ սիրում։ Այո, նստեք, նստեք։ Նա այնպես է նորություններ կարդում։ Դու էլ ես նորություններ կարդալու։ Դու էլ ես երևի նրա նման նստելու։ Ոչ, նա չի եկել նորություններ հաղորդելու։ Նա գրասենյակային աշխատանք է անելու։ Նա դրա մասնագետն է։ Շատ լավ է։ Նա առավոտից գիշեր քո կողքին կլինի։ Ուշադիր կաշխատես։ Ալո, Նիմի։ Այո, լսում եմ։ Հաճախորդ է եկել։ Լսիր։ Նրան մի քիչ զբաղեցրու, թե չէ կգնա։ Հիմա գալիս եմ։ Քույրիկ, ես պետք է գնամ։
Լավ, հաճախորդս եկել է, սպասում է։ Լավ, եթե ինչ-որ բան պետք լինի, ինձ ասեք։ Այո, իհարկե։ Շնորհակալություն, չապատեի համար մորաքույր։ Խնդրեմ իմ անուշիկ աղջիկ։ Լսիր, վաղն առաջին անգամ աշխատանքի ես գնալու, լավ պատրաստվիր։ Թափկի։ Ուր է թափկին։ Ողջույն։ Ես Վանի Չատուրվերդին է։ Բայց բոլորն ինձ թափկի են ասում։ Տեր Աստված, այնքան եմ հուզվում։ Եթե հիմա եմ հուզվում, վաղն ինչպես եմ խոսելու Դրովի հետ։ Ինչ է լինելու։ Ոչինչ էլ չի լինի։ Աստծո անունը դուր եւ ամեն ինչ լավ կլինի։ Աստծո անունը եւ քո անունը։ Դու տանն ամեն ինչ թողել եկել ես ինձ հետ։ Լավ, հիմա պատրաստվիր։ Մայրիկ, արդեն վաղուց եմ պատրաստվում, բայց ոչինչ չի ստացվում։ Ես քեզ կօգնեմ։ Դու? Այո, արի այստեղ։ Նստիր։ Նստիր։ Ես Դրովն եմ։ Դու խոսիր։ Ինչու ես ծիծաղում։ Խոսիր։ Ես Դրովն եմ։ Լավ։ Ողջույն, ես Վանի Չատուրվերդին եմ։ Բայց բոլորն ինձ ասում են, այո, գիտեմ, թափկի են ասում։ Օրիորդ թափկի։ Դուք շատ խելացի, հասկացող ու տաղանդավոր աղջիկ եք։ Դուք ընդունված եք։ Ամենայն բարիք։ Իսկ հիմա գնա քնիր։ Վաղը շուտ ես արթնանալու։ Մամ։ Ալո, հայրիկ։ Ալո, այո աղջիկս, ինչպես ես, ստուդիա ես գնում։ Այո, ես մեքենայի մեջ եմ։ Դեռ մի քանի օր առաջ հարսանիք հետ պետք է լիներ, բայց այսօր աշխատանքի ես գնում։ Ինչպես ամեն ինչ փոխվեց։ Այո, հայրիկ։ Իսկապես։ Աղջիկս, երեկոյան կխոսենք։ Հաջողություն քեզ։ Չմտածես, ամեն ինչ լավ կլինի։ Ինչ պատահեց։ Ինչու կանգնեցիք։ Կցանում է, պետք է սպասենք։ Ես ժամանակ չունեմ։ Ուշանում եմ։ Դեռ շատ հեռու է։ Այն լուսանցույցը տեսնում ես, այն շենքն է։ Լավ, ես կիջնեմ։ Վերցրեք։ Բան պատահեց։ Կարգին վարել չգիտեք, եթե այդ աղջկան մի բան պատահեր։ Տվեք ձեր վկայականը։ Եկեք ոստիկանություն, եկեք։ Սպասեք։ Ես եմ մեղավոր, նա մեղք չունի։ Այդ ես չէի տեսել նրան։ Մարդում բաց թողեք։ Ներիր բհայա, գնա։
Նորություններ 365-ի ընդունարանը։ कौन से फ्लोर पे है 14-րդ հարկում է։ Հերթ կանգնեք։ ये लाइन में। Ինչքան կտևի։ Ես հենց առաջին օրը կոշանամ։ Սպասեք, էլ տեղ չկա։ Մյուս անգամ։ Ես 14-րդ հարկ պետք է գնամ։ Տիկին, սպասեք, սա միայն ղեկավարության համար է։ Դուք մյուս վերելակով կգնաք։ Այն վերելակը զբաղված է։ Լսեք, սա իմ առաջին աշխատանքային օրն է։ Ես ուշանում եմ, խնդրում եմ, թողեք բարձրանամ։ Տիկին, արդեն ասացի, սա միայն ղեկավարության համար է։ Մյուս վերելակով բարձրացեք։ Լսիր, Բահայա, խնդրում եմ, թողեք գնամ։ Թողեք, Բայա։ Շնորհակալություն։ हाँ मैं वो बात कर लूंगी। Այո, հետո կխոսենք։ Այո։ Ներեցեք, I am Vani. ես Վանի Չատուրվերդին եմ։ Ձեր ուղեգիրը։ Letter? Այո, ես այստեղ էի դրել։ Չեմ գտնում։ Ահա։ Ալո, एक मिनट। մի րոպե։ Ներեցեք։ Լրացրեք դիմումը։ Նրանից գրիչ կվերցնեմ։ Դու ժամին նայել ես։ Այս ինչ է։ Չես նայում ոտքիդ տակ։ Ներեցեք։ Ներեցեք։ Աստված գիտի թե որտեղից են գալիս։ Ես քեզ չէի ասում։ Դեռ պատրաստ չէ։ Ինչ։ Դու գիտես Դրուվ Սրիվաստավին։ Ես քեզ ժամից նկարահանում ունեմ նրա հետ, իսկ դու դեռ բարձրախոսները չես ստուգել։ Նորմալ աշխատելու ես թե ոչ։ Որպեսզի 10 րոպեից գործերդ վերջացնես, թե չէ համարիր, որ ազատված ես։ Ներեցեք, Բահայա, գրիչ կտակ։ Այո։ Շնորհակալություն։ Վերցրեք։ Սոնու, Այո։ այս աղջկան կանաչ սենյակ ուղեկցիր։ Գնամ նրա հետ։ Գնացեք։ Եկեք, գնացինք։ Գնացեք նրա հետ։ Եկեք։
Ինչու եք կանգնել, գնանք։ Գնանք այստեղ մի կանգնեք, բոլորի հետ գնացեք, եկեք։ Եկեք այստեղ։ Բոլորն արագ տեղավորվեն։ Եկեք, անցեք։ Դա, բոլորին դիմահարդարել է պետք։ Նստեք, այդպես։ Նստեք դիմահարդարման։ Նստեք դիմահարդարման։ Դիմահարդարման։ Բայց ինչու։ Որ գեղեցիկ լինեք, ինչու։ Այս աշխատանքի համար տեսքը շատ կարևոր է։ Եղավ, դե գնացեք։ Սա վերցրեք, կարգին կարդացեք։ भारत के Հնդկաստանի վարչապետ մարդիկ իշխանություն ունեն։ Բայց ինչու են սա ինձ տվել։ Ինչու։ Պարզ է։ Ես պետք է սխալներ գտնեմ։ Եվ գտնում եմ։ Նյութը մինչև երեկո պետք է ինձ մոտ լինի։ Մնացածը հետո, հիմա նորությունների ժամն է։ Ամեն ինչ պատրաստ է։ Ամեն ինչ պատրաստ է։ Շատ լավ է։ Սպասիր։ Այս գույները քեզ շատ են սազում։ Շնորհակալ եմ։ Փոխադրողների ցուցակը Դե լավ դրով։ Միայն աշխատանք։ Դրանից դուրս մի բան չես կարող ասել։ աշխատանքի ժամին միայն աշխատանքի մասին եմ խոսում։ Ուրիշ բան չեմ սիրում։ Գիտես։ Գիտեմ։ Գնանք։ Այո։ Երկու երկրների հարաբերությունները հնարավորինս բարելավել են այս այցից հետո։ नजदीकियां आई हैं। Ինչ որ պետք էր ուղղեցի։ Իսկ հիմա ով է ստուգելու։ अब इसे Ով է նայելու։ कौन करेगा? Սա կարծես դպրոցական քննություն լինի։ स्कूल एग्जाम है। Լավ, իսկ հիմա անջատեք հեռախոսները, լսումները սկսվում են։ Տեսախցիկները պատրաստ։ Լսումներ։ Նշանակում է, ես սա պետք է տեսախցիկի առաջ կարդամ։ Բայց ինչու ես։ Ես այստեղ սրա համար չեմ եկել։ Գնամ ինչ-որ մեկի հետ խոսեմ։ Բայց ում հետ եմ խոսելու։ Այստեղ բոլորը զբաղված են։ Անձամբ ստուգել ես այս նյութերը։ Այո, ստուգել եմ։ Բայց վերջին հաստատված օրինակը չկա, որը երեք քո սեղանին էր։ Լսիր, Դրով։ Իսկ դու ասում ես ստուգել եմ։ Դրով, ես ստուգել եմ, ես չգիտեմ թե ում սխալն է դա։ Եվ նրան կազատ եմ։ Դրով, ներեցեք։ Այո, ես ուշանում եմ։ Ներեցեք։ Այս թուղթը, այստեղ ինչ-որ թյուրիմացություն կա։ Եվ մենք չգիտենք, մոտեցեք քարտուղարուհուն։ Տրանսպորտային ընկերությունների մասին ամեն ինչ հայտնի է, բացի երթևեկության արժեքից։ Ինչ հոյակապ աշխատողներ ունեմ։ Լսեք, ինչ եք անում այստեղ, լսումները սկսվում են, գնացեք այնտեղ։ Ես ուզում եմ խոսել ձեզ հետ։ Եթե ուզում եք խոսել, գնանք այնտեղ խոսեք, եկեք։ Մի րոպե լսեք։ Եկեք։ Բավական է, նստեք, հետո խոսենք։ Թյուրիմացություն։ Ոչ մի թյուրիմացություն էլ չի լինի, նստեք այստեղ։ कंफ्यूजन सब क्लियर हो जाएगा, तुम बैठ जाओ। Եկեք։ Վիվեկ։ Դու ոչ մի գործ նորմալ անել չգիտես։ Քո պատճառով այսօր ինձ վրա են 1000 անգամ բարկացել։ Ինչու այս նյութի մեջ երթևեկության արժեքը չկա։ Տիկին, ես Լրիր, ես ոչինչ չեմ ուզում լսել։ Այստեղ ոչ ոք չի ուզում գործ անել։ Միայն աշխատավարձ են ուզում։ Դու սխալներ անես, ես դիտողություն ստանամ Դրովից։ նայեցեք։ Լսիր։
Ինձ քո ներողությունը պետք չէ։ Շուտով հաղորդումը կսկսվի։ Գտիր այդ տվյալները որտեղից ուզում ես, թե չէ ազատված ես։ Տիկին, իսկ լսումները։ Ես դրանով կզբաղվեմ։ Նախ դրովի գործն արա։ Գնա, գնա։ Լսիր դու։ Ոչ ոք չի ասել, որ հեռախոսներն անջատել է պետք։ Դուրս։ Գնա դուրս խոսիր։ Լավ, դուրս։ Այո, մամ, ինչ կա թափքի։ Քեզ լավ ես զգում։ Մարդիկ լավն են։ Մամ, ես դեռ նոր եմ եկել։ Սա լրիվ նոր աշխարհ է։ Այստեղ ամեն ինչ։ Ինչու ես այդքան ցածր խոսում։ Ես քեզ լավ չեմ լսում։ Մամ, հետո կխոսենք։ Լավ, առայժմ։ Դու։ Մեր հաղորդման երաժշտությունը հեռախոսին դնելով ոչ ոք հաղորդավար չի դառնում։ Դրա համար նախ եւ առաջ տաղանդ է պետք։ Շարունակեք, հաջորդը։ 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 Վերջապես քո հերթը հասավ։ Այո, քո։ Վեր կաց։ Մի քիչ արագ կքայլես։ Ես այդքան ժամանակ չունեմ։ Այստեղ չէ, տեսախցիկի առաջ։ Ու մի քիչ արագ, գնացինք։ Նկարվում ես, բայց ես տեքստդ կարդա։ Շտապիր։ Շտապիր։ Hurry up. Հնդկաստանի վարչապետը եւ այնտեղ հավաքվածները շատ ոգևորվեցին։ Նրան բուրըն ծափողջուններով դիմավորեցին։ Դրա շնորհիվ Հնդկաստանը եւ Միացյալ Նահանգները սա առաջին բարձր մակարդակի հանդիպումն էր։ Տեր Աստված։ Նա եկել է լսումների։ Սոնու։ Այո, տիկին։ Սապնային կանչիր։ Այո, տիկին։ Այո, տիկին։ Քանի տարի է, որ այստեղ ես աշխատում։ 2 տարի, տիկին։ Այս 2 տարիների ընթացքում դու այդպես էլ չես հասկացել, թե ով ինչ գործով պետք է զբաղվի։ Ինչպես ես թողել, որ սրա նման աղջիկը ներս մտնի։ Այն էլ լսումների սենյակ։ Լրիվ խելագարվել ես։ Ոչ, տիկին, նա մեղավոր չէ։ Ես եմ մեղավոր։ Այո, դու ճիշտ ես։ Մեղավորը նա չէ։ Մեղավորը դու ես, որ եկել ես մեր ընկերություն։ Ինչպես ես ընկել այստեղ։ Ինչպես եմ մտքովդ անցել, որ կարող ես հաղորդավար դառնալ։ Սա թյուրիմացություն է, տիկին։
Ես այստեղ լսումների համար չեմ եկել։ Իմ անունը Վանի է։ Ես եկել եմ պրակտիկայի։ Նայեք։ Եկել ես պրակտիկայի։ Այ քեզ բան։ Քեզ թվում է սա հորդ գրասենյակն է։ Թե զբոսայգի ես եկել։ Սա մեր երկրի լավագույն լուրերի ալիքն է։ Նորություններ 365։ Այստեղ ամեն ինչ արագ է պետք անել։ यहाँ सब कुछ फास्ट होता है Ամբողջ օրվա գործը մի քանի րոպեում։ मिनट्स में होता है Օրիորդ, լսիր, और तुम ही हो այստեղ դանդաղեցված ֆիլմեր չեն նկարում։ जो एक लाइन में Մի տողի վրա դու 5 անգամ կակազեցիր։ यहाँ इस ऑफिस Եվ դեռ ուզում ես ուժերդ փորձել այստեղ։ Սա քեզ նմանների տեղը չէ։ कोई जगह नहीं Հասկացար։ Հիմա կարող ես գնալ։ Ազատ ես։ Եթե հենց սկզբից գիտեիր տվյալները, ինչու դրանք չէիր լրացում։ Ես երթևեկության արժեքն եմ ուզում։ Գնա։ Ինչու ես իզուր ժամանակ խլում ինձանից։ Ասացի սա քեզ նմանների տեղը չէ։ Գնա այստեղից։ Թող իմ գործով զբաղվեմ։ Տիկին, հավատացեք, խնդրում եմ։ Ես այստեղ չէի եկել, որ տեսախցիկի առաջ նստեմ ու տեքստ կարդամ։ Այստեղ թյուրիմացություն է եղել։ Տիկին, խնդրում եմ։ Ինձ մի հնարավորություն տվեք, ես կաշխատեմ շատ։ Ինչու ես վազում հետևիցս։ Լավ։ Ինչ գիտես մեր ոլորտի մասին։ Նկարահանումներ տեսել ես երբևէ։ Կամ մոնտաժ, ուղիղ հեռարձակում։ Կյանքում երբևէ այս բաների մասին լսել ես ձեր գյուղում։ Ոչ, տիկին, երբեք չեմ լսել։ मैम पर Տիկին, बिल्कुल नहीं है मेरे लिए սա լրիվ նոր ոլորտ է ինձ համար։ प्रॉमिस मैं Ինձ մի շանս տվեք եւ ես ամեն ինչ կսովորեմ։ सीख लूंगी वो Տեր Աստված։ Ինչ մեղք էի գործել։ Արի։ Տիկին, ես Ագրայից եմ եկել, մեծ հույսերով։ Ընտանիքս էլ մեծ հույսեր է կապում ինձ հետ, մեծ սպասելիքներ ունի։ Ես ոչ մի խոսք չեմ տվել քո ընտանիքին։ Մենք այստեղ չենք, որ բոլորի երազանքները կատարենք։ Ես միայն նորմալ մարդկանց հետ եմ ուզում աշխատել։ Գնա։ Գնա այստեղից։ Տիկին, մենք դեռ չենք ստացել երթևեկության արժեքը։ डिटेल चार्ट नहीं मिला Ինչ։ Ես ասել էի, որ գտնես դա։ Տիկին նա ով պետք է դա ուղարկեր ջնջել իր տվյալները։ Ոչ էլ ինձ է հաղորդագրություն ուղարկել։ Ես փորձում եմ զանգ տալ նրան տիկին։ Հաղորդումը մի քանի րոպեից սկսվում է։ Այստեղ ոչ ոք չի ուզում իր գործն անել։ Նկարահանումը հետաձգենք։ Դրով։ Որովհետև ինչպես տեսնում եմ, ես իմ ուզած տվյալները այդպես էլ չեմ ստանալու։ Դրով, մեզ 2 րոպե տուր, ես ամեն ինչ կանեմ։ Տիկին Սաքշի ես հաղորդագրություն ստացա։ 1 կիլոմետրի համար վարձը 70 պայսայով ավելացել է։ Շնորհակալություն Վիվեկ։ Ես արդեն կարծում եմ, թե այդ տվյալը ինձ մյուս տարի կտես։ Էլ ինչ ենք սպասում։ Դա հայտնի տեխնիկական անձնակազմին։ 2 րոպեից պատրաստ կլինի։ Հիշիր Դրով, 70 պասյայով, 60 պասյայով։ Երթևեկության արժեքը 70 պասյայով չի ավելացել, այլ 60 պասյայով։ Տեր Աստված, այս աղջիկը դեռ չի գնացել։ Դրով, նա ուղղակի անտանելի է։ Դրով, արի գնանք։ Նա պատահական մարդ է։ Դու գիտես, որ Վիվեկը երբեք սխալ տեղեկություններ չի հայտնում։ Հույս ունեմ լսեցիր։ Իմ տվյալները երբեք սխալ չեն լինում։ और ये सब Ինչ եմ սա քեզ ասում։ Ով ես դու։ Ոչ ոք։ Դու ճիշտ պահին ճիշտ հնարավորություն ես ստացել։ Սկսիր պատրաստվել, որ մեկնես։ Սա մեր երկրի լավագույն լուրերի ալիքն է։ Նորություններ 365։ Ինչ գործ ունես այստեղ։ Հենց հիմա գնա այստեղից։ आंखों पे धूप सी ऐसी पड़ी है
ख्वाब जो थे पिघल गए Այո, գիտեմ։ Թափքի են ասում։ Օրիոր թափքի։ Դուք շատ խելացի, հասկացող ու տաղանդավոր աղջիկ եք։ Դուք ընդունված եք։ Մենք այստեղ չենք, որ բոլորի երազանքները կատարենք։ Ես միայն նորմալ մարդկանց հետ եմ ուզում աշխատել։ Գնա այստեղից։ ना फिर से वही थपकी 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 प्यार की Ամեն ինչ պատրաստ է։ Սկսեցինք։ Լավ։ 5 4 3 2 1 Եվ գնացինք։ Բարեկամներ, մարդիկ միշտ իրենց հարց են տալիս, թե կյանքում ինչն է ամենակարևոր բանը։ Ուտելիքը, տունը, հագուստը։ Բայց այսօր դրանց թերևս մի բան էլ պետք է ավելացնել։ Դա դարձել է մեր առօրյայի անբաժանելի մասը։ Ավտոմեքենան եւ այն ամենը, ինչ կապված է դրա հետ։ Մենք այս թեման կարծրացենք ձեր սիրելի հաղորդման ժամանակ։ Ձեր ձայնը հասցրեք Դրուվին։ Երեկվանից որոշում եք կայացվել թանկացնել երթևեկության արժեքը երկրի ճանապարհներին։ Սրանից հետո 1 կիլոմետր ճանապարհ անցնելու համար քաղաքացին պետք է 60 պայսա ավել վճարի։ 60 पैसे पर किलोमीटर। Առաջին հայացքից դա փոքր թիվ է, բայց ես հիմա ցույց կտամ, թե այդ 60 պայսան ինչ ազդեցություն կարող է ունենալ մեր կյանքի վրա։ कि मैं आपको बताऊंगा एक Գովազդային դադարից հետո կվերադառնանք։ Till then, stay tuned. Դրով պետք է 70 պասի ասեիր։ Մյուս նյութի բացումը դուր։ Այո։ Հիմա գտամ։ Իսկ դու այնտեղ նարնջագույն զգեստով աղջիկ կա, ասա թող ինձ մոտ գա։ Լավ, պարոն։ Պարոն Դրուվը կանչում է ձեզ։ Ով։ Պարոն Դրուվը։ Ինձ։ Այո, ձեզ, պարոն Դրուվը ձեզ է կանչում։ Այսօր քո պատճառով ես սխալ բան պետք է ասեի։ Նման բան իմ հաղորդման մեջ երբեք չէր եղել։ Ապա տեղեկատվությունը պետք է ամբողջ երկրով տարածվեր։ Միշտ հիշիր։ Մենք այստեղ սխալվելու իրավունք չունենք։ Այդպես մեր հեղինակության հետ ենք խաղում։ Հուսով եմ հասկացար։ Իսկ հիմա գնա։ Մտեք։ Որտեղից էր իմացել, որ արժեքը 60 պայսայով է ավելացել։ Որտեղից էր իմացել։ Պարոն, այսօր առավոտյան ես մեքենայով եմ եկել, այնտեղից, որտեղ նստել էի մինչև այնտեղ, ուր գնում էի 10 կիլոմետր էր, 5 սակագնով ես պետք է 50 ռուպի վճարեի, բայց վարորդն ինձանից 56 ռուպի պահանջեց 10 կիլոմետրի համար, պարոն, ես պարզ հաշվարկ կատարեցի, եթե ճանապարհս 10 կիլոմետր է եւ եթե հին արժեքին 6 ռուպի ավելացել, ուրեմն 1 կիլոմետր երթևեկության արժեքը պետք է 60 պայսայով ավելացած լիներ։ Վաղ առավոտյան ժամանակին կգաս։ Ինչ։ Դու ընդունված ես աշխատանքի։ Շնորհակալ եմ, պարոն։ Իսկ հիմա գնա։ Դրով նրան աշխատանքի ես վերցրել։ Այս աղջիկը բանի պետք չէ։ Այդ աղջիկը մի գործ արեց, որն իմ ամբողջ խմբագրակազմը չկարողացավ անել։ Եվ գիտություն ասեմ, ես խոսել էի փոխադրողների միության տնօրենի հետ։
Երթևեկության արժեքը 60 պայսա է վերավելացել։ Գնանք նկարանման։ Come on, guys. Եկեք, Let's go. սկսեցինք։ Մամ։ Մայրիկ։ Սպասիր։ Մամ, ես էլ չեմ սպասելու։ Ես միայն առաջ եմ գնալու։ Սպասիր։ Մամ, ուրախ ես։ Եթե դու ուրախ ես, ես էլ եմ ուրախ։ Սպասիր, հիմա քաղցր բան կբերեմ։ Դու ինձ հեռախոսով նորությունը հայտնեցիր, ես էլ հասցրի քեզ համար կատնապուր եփել։ Աստծունն էլ եմ բաժին հանել, իսկ հիմա դու կեր։ Նախ դու պետք է ուտես։ आपका मीठा होना चाहिए Մամ, սա իսկական երազ է։ Ես արդեն հույսս կորցրել էի, երբ պարոն Դրովն ասաց, որ ինձ աշխատանքի է ընդունում։ Ականջներից չհավատացի։ मुझे तो विश्वास ही Նա այսպես կանգնած էր իմ դիմաց։ सामने Այնքան մոտ էր։ और पता है मैं जिस Դու նրան միայն հեռուստացույցով ես տեսել, दिखते हैं ना वो բայց իրականում նա շատ ավելի գեղեցիկ է։ Դա լրիվ ուրիշ աշխարհ է։ Եվ մամ, दुनिया है वो գիտես, पता है इतना ստուդիան այնքան հսկայական է, այնքան լավն է։ इतने सारे लोग और Կարծես կինոյում լինեի։ कोई इधर Բոլորը վազվզում են։ Մեկն այստեղ է վազում, մյուսն այնտեղ։ Ոչ ոք բարապ նստած չէ։ Բոլորն այնքան խելացի են, այնքան պատրաստված։ Ինչ անեմ, մամ։ Լավ, արդեն շատ խոսեցիր։ Սոված ես։ Կեր, արագացրու։ Կեր։ तब तेरी हिचकी रुकेगी चल जल्दी से खा ले Մամ, մամ, ես սոված չեմ։ Հայրիկն ինձ հիշեց։ Դու Ադիտիին ու Շուբին զանգիր։ Լավ, զանգ կտամ, բայց դու կեր։ चल जल्दी से खा Կեր։ Լսիր, ինչ եղավ։ Մոռացել էի։ Ինչը։ Դրովից ինքնագիր ուզել։ Շուբն էր ինձ խնդրել։ Դու ամեն օր տեսնելու ես Դրովին։ Մի ամբողջ տետր ինքնագիր կունենաս։ Կեր։ Մամ, դու հայրիկին զանգ տուր։ Նրան լավ լուրը հայտնենք։ न्यूज़ देते हैं कितना खुश Շատ կուրախանա։ Նախ կեր։ Ես քաղցած չեմ։ Զանգ տուր։ Լավ, գնա փոխվիր։ Ես զանգ կտամ։ Գնա։ Կրկնօրինակումը կատարվել է Շանթ հեռուստաընկերությունում 2019 թվականին։